Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Ռադիո լուրի այս թողարկումը եթեր է հեռարձակվում փոքր-ինչ այլ ձևաչափով պայմանավորված տարածաշրջանում վերջին զարգացումներով։ Քիչ անց կներկայացնենք փորձագիտական կարծիքներ, կփորձենք վերլուծել թե ինչ է լինելու, ինչ ակնկալիքներ ունենալ այս զարգացումների համատեքստում, մինչև այդ առաջարկում եմ ծանոթանալ ժամի լուրերին։ Այսօր մարտի 1-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը շարունակել են հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան թիրախավորել է ամերիկյան ռազմակայանները Պարսից ծոցում, Իրաքյան Քրդստանում, նաև Իսրայելի քաղաքները։ Այսօր զոհերի եւ վիրավորների մասին նոր տողոկություններ չեն հրապարակվել։ Երեկվա տեղեկություններում Իրանում զոհվել է առնվազն 200 մարդ, Իսրայելում մարմնական վնասվածքներ ստացածների թիվը մոտենում է 100-ին։ Ամենաշատ զոհերը 3 են եղել Իրանի հարավային Մինաբ շրջանում աղջիկների տարական դպրոցի վրա հարձակումից հետո երեխաներ էին զոհվել։ Այսօր հաղորդվել են նոր տվյալներ, 148 երեխա է զոհվել։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը ամիսներ շարունակ հետևել է Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի տեղաշարժին։ Այսօր գրում է New York Times-ը ամերիկյան հետախուզության պաշտոնյաներին հղումով։ Ի վերջո ԿՀՎ-ն պարզել է, որ Իրանի ղեկավարության հազվադեպ հավաք է նախատեսվում, որը կարող է հարմար առիթ լինել հարվածների համար։ ԿՀՎ-ն այս բարձր ճշգրտության հետախուզական տեղեկությունը կիսվել է իսրայելցի գործընկերների հետ։ Միացյալ Նահանգներ Իսրայել համատեղ հարվածից կարճ ժամանակ առաջ, ինչը թույլ է տվել հարմարեցնել գործողության ժամկետները այնպես, որ այն իրականացվի, երբ ներկա լինեն միաժամանակ եւ Խամենեին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այսպիսով ամերիկա-իսրայելական ավիահարվածների հետևանքով Իրանի կառավարող վերնախավի առանցքային անձինք են մահացել, այդ թվում գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես տեղեկացրել ենք, զոհվածների թվում է Պաշտպանության ազգային խորհրդի ղեկավար Ալի Շահմանին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Բաքբուրը, Պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, զինված ուժերի շտաբի պետ Աբդոլարհիմ Մուսավին։ Ազդեցիկ շիա հոգևոր գործիչ Ալի-Ռեզա Արաֆին, որին ավելի վաղ անվանում էին Այաթոլլա Ալի Խամենեիի հնարավոր հետնորդը, նշանակվել է իշխող խորհրդի անդամ, այն ժամանակավորապես կատարում է Իրանի հոգևոր առաջնորդի պարտականությունը։ Ալի-Ռեզա Արաֆիի հայրը Հոմեյնիի մտերիմ ընկերն է եղել, ինքը երեք սպանված Խամենեիի վստահելի անձը։ Որպես Պահապանների խորհրդի անդամ Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին, նախագահ Մասուդ Փեզեշքիանի եւ գերագույն դատավոր Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին։ Իրանում տեղեկացնենք նաև, որ հայտարարվել է 40-օրյա սուկ, այսօր մարդիկ դուրս են եկել փողոցներ սգալու երկրի գերագույն հոգևոր առաջնորդի մահը եւ իրենց ցասումը հայտնելու տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Այսօր մարտի 1-ի առավոտյան սգվորների բազմությունը դուրս է եկել Թեհրանի փողոցներ, հավաքվելով Թեհրանի համալսարանի մոտ։ Հավաքվածները վանկարկել են մահ Ամերիկային։ Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է իրականացնում հնարավորության դեպքում օդային ճանապարհով Հայաստան փոխադրումներ իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել արտգործնախարարության կայքում զետեղված հայտը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար էմիրություններից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին եւ տարեց անձանց, ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում։ Այսօր ավելի վաղ գերատեսչությունը տեղեկացրել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիների լինելու մասին տեղեկություններ չկան։ Մերձավոր Արևելքում ստեղծված ռազմական էսկալացիայի պայմաններում Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը գործարկել է թեժգիծ տարածաշրջանում գտնվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, հայտնում են հանձնակատարի գրասենյակից, նաև հեռախոսահամարներ հաղորդելով 077 99 81 23 010 58 91 55։ Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը եւ ձեր ուշադրությանը ներկայացնել թարմ տեղեկատվություն։ Այժմ առաջարկում եմ հետևել Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության շուրջ փորձագիտական կարծիքներին եւ վերլուծությանը։ Բարի երեկո, շնորհակալ եմ գործընկերոջս մեզ այսպես անոնսելու համար։
Իրականում այսպես ասեմ, այնքան էլ փորձագիտական չի բացառությամբ պարոն Պետրոսյանի, որ իմ կողքին նստած է, որովհետև ես այնքան էլ փորձագետ չեմ, հիմա կներկայացնեմ նաև զրույցի հաջորդ մասնակցին, նաև մինչ այդ ես հիշեցնեմ, որ ես Լևոն Սարդարյանն եմ, ըստ էության մենք այսօր առանց տողատակի արտահերթ թողարկման ռեժիմում ենք աշխատում, եւ իմ զրուցակիցներն են այսօր լինելու տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը եւ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը, բարի երեկո։ Չթվարկեմ ովքեր են զոհվել ամերիկյան հարվածների արդյունքում, 2 օրվա ընթացքում աշխարհը առանց էլ կենտրոնացած այս իրադարձությունների վրա, գիտեն ով, երբ, արդեն ինչպես, իրականում սա բավական լուրջ իրավիճակ է ստեղծել տարածաշրջանում եւ պարոն Պետրոսյան, երևի սկսեմ մի հարցից, որով սովորաբար փակում եմ հարցազրույցները, արդյոք այն ինչ տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում, խոսքս վերաբերում է Գերագույն հոգևոր առաջնորդի սպանվելուն, Միացյալ Շտաբերի պետի սպանվելուն, պաշտպանության նախարարին, այսպես կարելի է թվարկել, արդյոք սա կարելի է գնահատել որպես կոլապս Իրանի համար։ Շնորհակալ եմ հնարավորության համար նշել, որ Իրանում գործող կառավարման համակարգը շարունակում է նույն արդյունավետությամբ աշխատել, բնականաբար նման պնդում անելը այնքան էլ ճիշտ չի լինի, բայց այնուամենայնիվ պետք է նշել, որ իրանական կողմը պատրաստվել էր նման զարգացման, ընդ որում դեռևս անցյալ տարվա 2025 թվականի երկրորդ կեսից, երբ որ ակնհայտ էր, որ երբ որ դադարեցվեց Իրան-Իսրայել պատերազմը, դա ժամանակավոր դադար էր եւ լինելու է հաջորդ փուլը։ Եվ այդ ժամանակահատվածից սկսած ակնհայտ էր, որ իրանական կողմը պատրաստվում է դուրս մի քանի մակարդակներում։ Առաջինը իշխանական համակարգում տարբեր փոխատեղումների սցենարներ էին մշակվում, եւ դա էր պատճառը, որ հիմնական առանցքային պաշտոնյաների դեպքում քննարկում են նաև այն հնարավոր անձանց տարբերակը, որոնք կարող են փոխարինել ըստ անհրաժեշտության հնարավոր շարքից դուրս բերվելիք ուրեմն պաշտոնյաներին եւ նաեւ ռազմական տեսանկյունից էր իրանական կողմը պատրաստում բավականաչափ մեծ թափեր ստացել հրթիռաշինությունը դրան գումարած իհարկե ԱԹՍ-ների արտադրություն եւ իհարկե դիվանագիտական մակարդակում եւս որոշակի փորձեր արվում են։ Այնպես որ եթե ամփոփելով նշեմ, այո, երկիրը մեծ հաշվով գլխատված է, հիմնական առանցքային առաջնորդները մեծ հաշվով շարքից դուրս են բերվել, թե ռազմական եւ թե ռազմաքաղաքական, բայց գործում է Իրանի սահմանադրությունը եւ այս պահին սահմանադրությամբ ուրեմն ըստ սահմանադրության ձևավորվել է ժամանակավոր առաջնորդության խորհուրդը համապատասխան ներկայացուցիչներով, դա դատական երկրի նախագահն է, դատական իշխանության ղեկավարը եւ Սահմանադրության պահապանների ուրեմն խորհրդի ներկայացուցիչը անուններով ասենք Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը, որը չի սպանվել, չնայած այդ մասին երեք, եթե չեմ սխալվում, ասեցին մի բան, տեղեկատվություն գնաց, որ նա նույնպես զոհվածների թվում է, Սահմանադրական պահապանների խորհրդից այաթոլլա Ալի Ռեզա Արաֆին եւ դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին, այս երեքն են, ընդ որում երբ այս հայտարարությունը եղավ, որ երեքով են այդ ժամանակավոր կառավարությունը, կառավարման խորհուրդը լինելու, իմ պատմական մի զուգահեռ անցավ, դրա մասին հետո կխոսենք, բայց հիմա այստեղ մի շատ կարևոր բան կար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախորդ հարձակումից հետո, նախորդ հատուկ օպերացիայից հետո, որ իրականացրեց Միացյալ Նահանգները Իսրայելի հետ միասին, զգուշացրեց, ասեմ այսպես, որ հաջորդ դեպքում նմանատիպ հարձակման կհարվածեն արդեն տարածաշրջանի այն երկրներին, որտեղ կան Միացյալ Նահանգների բազաներ, բնականաբար Իսրայելին չեն մոռանալու այդ ընթացքում եւ շատերը դա անցալում են որպես բլեֆ, այսինքն այն դրամաբանությամբ, որ հա ասում են, հա բայց ինչի ասենք Սաուդյան Արաբիայի հետ պիտի Իրանը ինքը իր համար խնդիր ստեղծի, Միացյալ Էմիրությունների հետ խնդիր ստեղծի, Օմանի հետ խնդիր ստեղծի, Կատարի կամ ասենք Բահրեյնի ենթադրենք, բոլորին հերթով խփեցին, բոլորին։ Իսրայելը բնականաբար ամենաշատն է ստացել եւ թերևս պարոն Քոլոյանը մի քիչ խոսի այդ մասին, ամենադեպս մենք ունենք, ես գիտեմ, որ դուք կապվել եք Իսրայել,
Մենք ունենք գործընկեր, որի հետ շատ հաճախ համագործակցում են հայկական լրատվամիջոցները, Արտյոմ Չեռնոմորյանն է, Իսրայելից, իսրայելահայ համայնքի ակտիվիստ եւ լրագրող, եւ մենք իհարկե շատ կցանկանայինք նաեւ կապ հաստատել մեր իրանահայ հայրենակիցների հետ, դժբախտաբար այնտեղ խնդիր է, որովհետեւ երեկվարից Եթե չեմ սխալվում, ինտերնետային կապը 4%-ի է։ Ամեն ինչ խափանված է, համենայն դեպս մենք կշարունակենք մեր փորձերը եւ շատ հավանական է, որ գուցե վաղը արդեն կհաջողվի, ասեմ նաեւ, որ մենք ենթադրում եմ, որ վաղը եւ առաջիկա օրերին, քանի որ շատ կտրուկ է փոխվել իրավիճակը, մեր ուշադրության կենտրոնում կլինի Իրանը, որը հարևան երկիր է, գիտեք, այստեղ sense մի պահ կա, որ Հայաստանը հայտնվել է բավական բարդ իրավիճակում, մի կողմից Հայաստանը շատ սերտ համագործակցում է եւ վկայում է այդ ցանկությունը համագործակցելու արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ, մյուս կողմից մենք եւ Իրանը, իրանական ժողովուրդը այս տարածաշրջանում հազարավոր տարիներ ենք միասին եւ այն ժամանակ բացարձակ չեն եղել այն երկրները, որոնք հիմա կան աշխարհում, իսկ մենք եղել ենք եւ իսկապես հուսալի բարեկամ եւ հարևան ժողովուրդը, որի հետ մենք իսկապես շատ լավ հարաբերություններ ունենք, մեզ համար դա ողբերգություն է։ Կրկնեմ, մենք կփորձենք կապվել իրանահայ մեր քույրերի եւ եղբայրների հետ, իսկ Իսրայելում էլի կա փոքրաթիվ հայկական համայնք, դրա ներկայացուցիչներից մեկը Արտյոմ Չեռնոմորյանը, ահա թե նա ինչ ասաց մեզ հետ զրույցում։ Տեխնիկական խնդիր ունենք, հա ոնց որ մենք ուղիղ եթերի պայմաններում ենք աշխատում, ներողություն եմ խնդրում, հայց ընթացքում հա մենք էլ ենք սխալական, մենք էլ կարող ենք սխալվել, տեխնիկան առավել եւս։ Հիմա շարունակենք այս ամենը, ինչ այդ խնդիրը կլուծվի, տեսեք։ Ես որ ասեցի պատմական այսպեսի մի զուգահեռ անցավ մտքովս։ Ես հիշեցի ֆրանսիական հեղափոխությունից հետո, երբ անցան կոնսուլային կառավարման, այսինքն 3 կոնսուլ կար, այդ 3 կոնսուլներն էին կառավարում Ֆրանսիան, դրանց հետ ունեղ դիրեկտորիա կար մինչև այդ եւ այլն, ու արդյունքում այդ կոնսուլներից մեկը, այս դեպքում Նապոլեոն Բոնապարտը դարձավ ըստ էության Ֆրանսիայի նախ առաջին կոնսուլը, հետո արդեն Ֆրանսիայի կայսրը։ Հիմա այսպես ասեմ, արդյոք հնարավոր, օրինակ ես չեմ հավատում, որ Փեզեշքյանին ուզում էին վերացնել, չկարողացան։ Ու հաշվի են առնում այն հանգամանք, որ Փեզեշքյանը այն մարդկանցից էր, այն քաղաքական գործիչներից էր ու այն դաշտի ներկայացուցիչներ, որը մինչ ընտրվելը պնդում էր, որ Իրանը ըստ էության պարտավոր է արևմուտքի հետ լեզու գտնել, որոշ հարցերում գալ փողզիջումային ինչ-որ տրամաբանության եւ այսպես շարունակել նպաստել երկրի զարգացմանը։ Հիմա պարոն Պետրոսյան, ես ճիշտ եմ կասկածում, թե այնքան էլ չէ։ Իմ կարծիքով համեմատականն այդքան էլ տեղին չեն, Ես գիտեմ որ տեղին։ Այն ամենայնիվ գործում է Իրանի սահմանադրությունը, այսինքն այդ խորհրդի ձևավորումը ինքը բխում է Իրանի սահմանադրությունից եւ սա ընդհանրապես ժամանակավոր կառավարման մեխանիզմ է, որը գործել է մինչեւ հարմար պատեժ ժամանակահատվածին, երբ որ արդեն ուրեմն համապատասխան կառույցը փորձագետների խորհուրդը արդեն կընտրի երկրի նոր առաջնորդին, բայց այստեղ հարցը այլ դիտանկյունից պետք է նայել եւ բնավ չի կարելի բացառել ձեր նշած սցենարը, որ չի բացառում իհարկե անգամ նշված 3 անձանցից որևէ մեկի հետ եւ հատկապես նախագահի հետ տեղ ունենա պայմանավորվածություն, բայց սա որ դեպքում կարող է լինել, երբ որ ուրեմն ռազմական գործողություններն ընթանան եւ ընդհանրապես զարգացումները Իրանի ներսում նաեւ ընթանան այն տրամաբանությամբ, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարողանան հասնել իրենց վերջնանապատակին, այսինքն տապալեն Իրանում գործող վարչակարգը։ Այս պահին փաստն այն է, որ վարչակարգը թեկուզ բավականաչափ լուրջ խնդիրներով
ոչ լիարժեք ուղղահայաց դրամաբանությամբ շարունակում է գործել ըստ սահմանադրությամբ, սա է ամբողջ խնդիրը։ Ձեր նշած սցենար, այսինքն առանձին անձետ պայմանավորություն, ընդ որում կարող է լինել գործիչ, որը երկրի ներսում այլ համակարգի ներկայացուցիչ կարող լինել եւ իհարկե կարող լինել ուրեմն դրսից հատկապես հայտնի անդիմադիր նախկին շահի որդին, որը այս պահին գնահատում է որպես հնարավոր առաջնորդներից մեկը հետ ուրեմն համակարգային առաջնորդներից մեկը։ Այսօր տարբեր սցենարներ հնարավոր են։ Այս պահին պետք է փաստենք, որ համակարգը մեծ դժվարությամբ դեռևս աշխատում է, իրավական մեխանիզմներն աշխատում են, ռազմական ուժերը հնարավորինս գործում են, փորձում են դեռևս նույն տրամաբանությամբ գործել թիրախավորելով եւ ոտքի հանելով ամբողջ տարածաշրջանը եւ ըստ էության պետք է հետեւել զարգացումներին եւ հասկանալ։ Ես կարծում եմ իրավիճակը հարմար է եւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը տրամադրված են գնալու մինչև վերջնանպատակ, այն է վարչակարգի փոփոխություն։ Մեր տեխնիկական խնդիրը կարգավորվեց, պարոն Քոլյան, պարոն Արտեմ Չեռնամորյանի հետ եք դուք խոսել, հիմա հանդես Արտեմ Չեռնամորյանին, նրա հետ ես զրուցել եմ մոտավորապես 2 ժամ առաջ, հուսանք ինչ որ բան դրանից հետո չի փոխվել, ահա լսենք Արտեմին։ Ողջույն, շնորհակալություն այս հնարավորության համար ու մեր հիմնախնդիրներին անդրադառնալու համար։ Իրավիճակը այս պահին բավական բարդ է։ Հրթիռահարումները Իսրայելի ողջ տարածքում շարունակվում են Իրանի կողմից, նաև հրթիռահարել տարածաշրջանի Պարսից ծոցի երկրները, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար եւ հակամարտությունը շարունակվում է, կարծես թե ընդլայնվում է, բայց ես չեմ կարծում, որ այն շատ ավելի լայն տարածում կգտնի, քան հիմա այս պահին է։ Փոխվել է Իրանի մարտավարությունը, ի տարբերություն անցյալ տարվա 12-օրյա պատերազմի հունիսի 13-ին սկսված, այս անգամ համազարկերով ավելի քիչ ուրեմն հրթիռներ են ուղարկվում, ամեն համազարկի շրջանակներում նախկինում 100-200 հրթիռներ են ուղարկում մեկ ուղղությամբ, այս պահին ասենք ավելի քիչ քանակությամբ հրթիռներ են ուղարկում, բայց կարելի է փաստել, որ դրանց որակը ավելի է բարձրացել այդ ուղարկված հրթիռների, բայց այնպես չէ, որ բարձրացված հրթիռների որակը չի հակազդվում Ամերիկա-Իսրայելյան միացյալ ուժերի կողմից, այսինքն Իսրայելը ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում են օդը Իսրայելի եւ նաեւ իրենց փաստացի Պարսից ծոցի երկրների դաշնակիցներին։ Հայկական համայնքում բարեբախտաբար այս պահի դրությամբ վիրավորներ զոհեր բարեբախտաբար չունենք Աստծուն փառք եւ կարիք չունենք ասենք ստեղծելու հայկական տեղեկատվական այսպես բազա կամ ինչ որ շտաբ հայերին օգնություն հասցնելու սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ, խանութները նորմալ աշխատում են, ամեն ինչ նորմալ աշխատում է, տրանսպորտը աշխատում է, բայց իրավիճակը լարված է, 3 առնվազն 17 անգամ տագնապ է հնչել Իսրայելում առավոտյան 8:13-ից հետո, ողջ օրվա ընթացքում մինչև գիշերը ժամը 2-ը անընդհատ մեզ լարվածության մեջ են պահել ու ասենք ամեն տագնապից հետո ունես մի քանի րոպե ժամանակ, որպեսզի հասնես Ռմբապաստարան, Ռմբապաստարանում հնչում է արդեն տագնապը, երբ որ հասնում ես Ռմբապաստարան, տագնապից հետո առնվազն 10 րոպե պետք է լինես ու այնպիսի ինտենսիվությամբ են, հաճախականությամբ են հրթիռներով հրթիռահարում Իսրայելի տարածքը, որ ասենք իրար հետևից տագնապներ են հնչում եւ ասենք ժամերով չես կարողանում տուն բարձրանալ, ստիպված մնում ես ասենք հարևաններով երեխաների հետ այդ Ռմբապաստարաններում, որը արդեն իմ համար կոնկրետ 23 տարի Իսրայելում եմ գտնվում, բավականին լուրջ փորձություն կարող եմ համարել։ Եվ ասեմ, որ մենք կրկնեմ, որ մենք չենք կարողացել կապվել իրանահայերի հետ, մինչդեռ Արտեմը լինելով Սփյուռքի աշխարհի ներկայացուցիչ, նա էլ մտքով իրանահայերի հետ է եւ մտածում է նրանց մասին, ահա եւս մեկ հատված։ Շատ ցավում եմ նաև իրանահայերի համար, որ այնտեղ շատ ավելի ծանր իրավիճակ է հոգեբանական ստեղծվել, քան Իսրայելում է այս պահին։ Իրանում բավական զոհեր կան, 200-ից ավելի, եթե չեմ սխալվում։ Հայտարարում են նաև, որ ռազմական գործողությունները շարունակական են լինելու, իմ համար ամենակարևորը Իրանի ու
Հայաստանի հայկական համայնքներն են եւ այն տարածաշրջանում ապրող Պարսից ծոցում ապրող հայկական համայնքների պինդ ամուր եւ միասնական միահամուռ լինելն է։ Ես որպես Պետախտիկվա Իսրայելահայերի միության նախագահ կապի մեջ եմ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ, ամենայն դեպս կապը հայրենիքի հետ միշտ ամուր եղել է եւ մնալու է։ Շնորհակալ։ Եվ նշենք, որ այս պահին թերևս միայն կարող ենք այսպես օգնել մեր հայրենակիցներին, հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է այս հեռախոսահամարները տարածաշրջանում դեսպանատների հետ կապ հաստատելու համար Իրան գումարած 98 902 005 9927 Իսրայել +972 58 607 03 13 այս հեռախոսահամարները մենք նաև տեղադրել ենք մեկ անգամ մեր էջում եւ եւս մեկ անգամ էլ կտեղադրենք այսօրվա ծրագրից հետո այսքանը Արտյոմի հետ զրույցից կրկնեմ, որ մենք արտակարգ ռեժիմով շարունակելու ենք աշխատել եւ այսօր եւ վաղը, իսկ հիմա վերադառնանք մեր զրույցին, պարոն Պետրոսյան, ես մեկ հարց ունեմ ձեզ, որպես այս տարածաշրջանի գիտակ, բոլորս հասկանում էինք, որ ինչ որ բան կպատահի, որովհետեւ դա կուտակվում էր այդ լարվածությունը, ոչ ոք իհարկե չէր ցանկանա, որ այս աստիճանի կոնֆլիկտ լինի, մարդիկ են զոհվում, անմեղ մարդիկ, ինչպես եւ ցանկացած պատերազմում։ Հիմա ձեր կարծիքով ինչ հեռանկար սա կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ Բավականաչափ բարդ, բայց նաև կարևոր հարց եք տալիս, ամեն բան կախված է թե ինչպիսի ընթացք ունենա Իրանում ներքին զարգացումները։ Այնուամենայնիվ, ինչպես եղել է նախկինում, այս պահին էլ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունները չնայած բարդ պահին այնուամենայնիվ շարունակում են բարեդրացիական մնալ։ Հայաստանի Հանրապետությունը հետևում է բոլոր գործընթացներին, այսօր նաեւ Անվտանգության խորհրդի նիստը արտահերտ տեղ ունեցել, նաև Հայաստանից ցավակցություններ են հղվել մեր բարեկամ երկրին եւ ժողովրդին։ Ամեն ինչ պայմանավորված է, կապված է նրանով, թե ինչպիսի ընթացք կլինի զարգացումներին, որտեվ այս պահի դրությամբ կանխատեսել է, որ պատերազմը շարունակվելու է։ Ես հակված եմ նրան, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները գնալու են մինչև վերջնանպատակ վարչակարգի փոփոխության, որքան դա կտևի, որքանով հնարավոր կլինի, բարդ է կանխատեսելը, բայց որքան այս հակամարտությունը բարդանում է, խորանում է, բնականաբար նա իր ացանցիալ հետևանքներ ունենալու է ամբողջ մեծ տարածաշրջանի վրա։ Մենք երկու օր է տեսնում ենք, թե մերձարևելքում ինչ է տեղի ունենում, այս պահին գոնե տեսնում ենք, թե ինչպիսի լոգիստիկ խնդիրներ կան նաև մեր տարածաշրջանում, փաստացի տեսնում ենք, որ կապը, ասենք, մի շարք արաբական երկրների հետ, Իսրայելի, այսինքն մերձարևելքի հետ բավականաչափ բարդացել է, չի բացառվում փաստականների որոշակի հոսքեր լինեն տարածաշրջան, եւ այս բան երևի թե այսքանը։ Ես մի հարց ունեմ, տեսեք, հաշվի առնելով երկու հանգամանք։ Առաջինը Թրամփը հայտարարեց, որ 5 օր է տևելու այս ամենը, այսինքն մենք եւս 3 օր պիտի հետևենք ռազմական գործողություններին։ Դուք ասում եք, պարոն Պետրոսյան, որ մինչև վերջ են գնալու, այսինքն դա 5 օրում հնարավոր չի մինչև վերջ հասնել։ Եվ երկրորդ հանգամանքը ես արդեն ուզում եմ երկուսիդ կարծիքն լսել։ Տեսեք, Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, թե դեմոկրատներ, թե հանրապետականներ, պնդել էին, որ այստեղ ինքնիրավչության հետ գործ ունեն Միացյալ Նահանգների նախագահի, որովհետև Միացյալ Նահանգները ըստ էության մտել է պատերազմի մեջ, չունենալով դրա համար կոնգրեսի հաստատումը եւ որոշումը։ Եվ դա կարող է վաղը մյուս օր, եթե չեմ ասում հենց այս 2 օրվա ընթացքում, բայց այդ վաղը մյուս օր մի քիչ հերակա տարբերակով եմ ասում, վաղը մյուս օր կարող է շատ ծանր նստել նույն Դոնալդ Թրամփի վրա եւ սկզբունքորեն Փեզերքյանը կարող է մնալ, Թրամփը ոչ։
այդ մի քիչ իմ կարծիքով ոչ շատ հավանական տարբերակ է, գիտեք Լևոն, Միացյալ Նահանգների նախագահը նույնիսկ եթե այսպիսի էպատաժային ոչ արտառոց կեցվածքով մտածելակերպով անձնավորություն է, ինչպես պարոն Թրամփն է, ընդհանրապես ներքին կյանքում նա ունի բավական, այսպես ասենք, ոտու ձեռը կապած է, որովհետև կոնգրեսը ունի շատ մեծ լիազորություններ եւ նայած ինչ դասավորություն է ընտրություններից հետո, մանավանդ միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կլինեն, միշտ ժողովուրդը այնպես է քվեարկում, որ նախագահի գլխին լինի այդ սահմանափակող ուժը եւ կարող է նախագահները հաճախ չէ որ ստանում են լիակատար աջակցություն եւ կոնգրեսում երկու պալատներում եւ Սպիտակ տունն էլ իրենցն է եւ ինչ ուզում են թելադրում են այդպես շատ հազվադեպ է լինում բայց արտաքին ասպարեզում դա Ամերիկայի հենց օրենքն է արտոնում արտաքին ասպարեզում Միացյալ Նահանգների ղեկավարները ունեն շատ մեծ լիազորություններ եւ բայց ոչ պատերազմ հայտարարել պատերազմի ռազմական գործողություն մինչեւ որոշակի լիմիտ օրերի իմաստով հետագայում նա պետք է օրինակ խնդրի կոնգրեսի հավանությունը ստանա բայց ինչ որ օպերացիա խոշոր սկսելու նա ունի այդ լիազորությունները այնպես որ տվյալ պահին իհարկե վերապրելու քաղաքական իմաստով վերապրելու շանսեր ավելի շատ ունի Թրամփը, քան պարոն Փեզեշկյանը, այդ իմ սուբյեկտիվ կարծիքով։ Փեզեշկյանը մի անգամ մեռնելուց բարձր այնպես որ Ես մեծ հաշվով կիսում պարոն Քոլյանի տեսակետը, այսպես կասեմ, եթե խոսքը վերաբերում է Իսրայելին եւ նրա անվտանգությանը, հավատացեք, որ թե հենց իսրայելական լոբին, թե հենց հրեական լոբին բավականաչափ մեծ ազդեցություն կունենան հետագայում նույն ընտրական գործընթացի վրա, սա շատ կարևոր վերջնարդյունքը արդյոք կողմերը հասնում են իրենց նպատակին եւ կարողանում են փոխել իրանում ռեժիմը։ Եթե նման վերջնարդյունք գրանցվի, դա կարծում անգամ կարող որպես հաղթաթուղթ ծառայել ուրեմն առաջիկա կոնգրեսի ընտրություններում։ Այնպես որ միանշանակ ոչինչ չի կարելի ասել, բայց այն որ 5 օրում կարող է պատերազմը ավարտվել, սա թերևս որոշակի առումով խնդրահարույց է, կարծում եմ որ հաշվարկներ կան եւ գուցե նաեւ պայմանավորվածություններ էլ կան, որտեվ ամեն դեպքում ես վստահ եմ, որ այս գործողությունը շատ լավ հաշվարկված եւ նախապես պլանավորված է ինքը էլի անակնկալ տեղ ունեցավ լրատվական բլոկում նշվեց հստակ որ նախապես հետախուզական տեղեկատվություններ եղել կոնկրետ օքյոր առաջնորդի եւ բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրի մասին եւ հենց միայն այդ գաղտնի բունկերի մասին եւ հենց այդ հարցակման արդյունքում մոտ 4 տասնյակ բարձրաստիճան պաշտոնյա շարք է դուրս եկավ սա ոսում է այն մասին որ հնարավոր է նաեւ այսպես process-ի ընթացքում էլ դրա ընթացքի հետ կապված որոշակի պայմանավորություններ կամ ինչ որ սցենարներ լինեն եւ այնուամենայնիվ նախագահը կարողանա տեղավորել այդ 5-օրյա ժամկետում։ Դա տեսեք, այս ընթացքում Իրանը հաջողացրեց նոր թշնամիներ ձեռք բերել, ու չեմ կարծում թե Կատարը, Օմանը, չգիտեմ, Արաբական Միացյալ Էմիրությունները հերթով կարելի բոլորին թվարկել։ Դրանց հետո Իրանին այս հարվածներից հետո հրթիռային նկատի ունեմ կընկալեմ որպես պոտենցիալ բարեկամական պետություն, որտեղ հաշվի առնենք, որ օրինակ Դոհայում կամ Դուբայում հարվածել են շենքերի, որոնք ընդհանրապես ամերիկյան ռազմաբազա այդ բառակապակցության հետ որևէ կապ չունեն։ Մյուս կողմից, այստեղ անընդհատ հարց է առաջանում, այսինքն սոցցանցերում էլ այդ քննարկումները գնում քաղաքագետներն են խոսում, որ իսկ ուր են Իրանի բարեկամները Իսկ ընդհանրապես Իրանը հիմա բարեկամներ ունի։ Չէ, ես հիշում եմ, որ վերջերս մեր դաշնակիցներից մեկը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեց։ Իրանը դաշնակիցներ չունի։ Ահա։ Բարեկամներ ունի, բայց դաշնակիցներ չունի։ Դե մենք էլ բազմաթիվ բարեկամներ ունենք, բայց բարեկամ եւ դաշնակցի իրավապայմանագրային պարտավորությունները բավականաչափ տարբեր են։ Որևէ երկիր աշխարհում չունի Իրանին անվտանգության եւ պաշտպանական ոլորտում աջակցելու պարտավորություն։ Այսպես անգամ
իր արտաքին ամտանգային քաղաքականությունը կառուցել է տրամաբանություն է ռազմավարական մենակի տրամաբանություններ եւ այդպես է Իրանը աշխատել տասնամյակներ շարունակ։ Իրանը ձևավորել է պրոքսի հովանավորյալ կառույցներ, բայց 2023 թվականից սկսած այնուամենայնիվ Իսրայելը կարողացավ այդ պրոքսիների հարցերը եւս լուծել։ Այսինքն հութիների մասին կարող ենք խոսալ։ Հիզբալլահը, հութիները Սիրիայում Ասադի վարչակարգներ, Համասը, Պաղեստինյան ջիհադը, Իրանում կա բավականաչափ ազդեցիկ կառույց, շիայական կառույց, ուրեմն Աշտաշաբե կոչվում, բայց դրանք որպես այդպեսին իհարկե որևէ համատելի չեն պետությունների ազդեցության հետ։ Բայց ես ուզում եմ անպայման անդրադառնալ ձեր հարցի այն մասին, որ Իրանի այս գործողությունների հետևանքով ավելանում են նրա թշնամիները տարածաշրջանում կամ հակառակորդները, այնուամենայնիվ այնպես չէր, որ մինչև այս գործողությունները նրանց հարաբերությունները բարեկամական էին, բայց Իրանի ռազմավարությունն է այսպես։ Ես նաև ձեր եթերում արդեն ունեցել մշտապես նշել, որ եթե լինում է Իրանի դեմ պատերազմ, դա պետք է լինի տարածաշրջանային պատերազմ, որտեղ նաև նշեցի առաջին հարցին պատասխանած, որ 12-օրյա պատերազմից հետո նաև Իրանը դիվանագիտական ջանքեր բավականաչափ մեծ գործադրում, որպեսզի նման հակամարտություն չլիներ, ինչպես նույն այդ տարածաշրջանների երկրների հետ ակտիվ դիվանագիտական ջանքերով փորձում էր ազդել Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա, որը տեղի չունեցավ։ Հիմա նույն կերպ էլ թիրախավորելով հարևան երկրներին, Պարսից ծոցի անգամ խոսք է գնում, որ Կիպրոսի ուղղությամբ եւս հրթիռներ են արձակվել։ Գերնպատակն այն է, որպեսզի այդ տարածաշրջանային ճնշում լինի Միացյալ Նահանգների դեմ, որպեսզի հնարավորինս շուտ դադարեցվի պատերազմը, որտեղ դրա հետևանքները ուղիղ կրողը են երկրները, որոնք մեծ հաշվով որևէ կապ չունեն այդ հակամարտության հետ։ Իմ կարծիքով, եթե ես կրկնում եմ, որտեղ մենք այստեղ չենք կարող կողմերից որևէ մեկին սատարել կամ չսատարել, դա մեր խնդիրը չի մտնում մեր լիազորությունների մեջ, այնուամենայնիվ եթե լինի ռեժիմի փոփոխություն, այդ մյուս երկրները, որոնք հարվածներ են ստացել, արաբական երկրները, իմ կարծիքով այդ հարցը կլուծվի, այսինքն ինչ որ փոխադարձ ներողամտության պայմաններում մթնոլորտում նրանք կշարունակեն ու ամփոփելով ուղղակի խոսակցությունը չէր կարող աչք չծակել Թուրքիայի դիրքորոշումը, Էրդողանը առանձնապես ակտիվ չէր այս թեմայով, միայն հայտարարեց, որ ոչ մի դեպքում եւ բարեգայում Թուրքիայի օդային տարածքը չի օգտագործվելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ինչի էր սա մի քիչ տարօրինակ, որովհետեւ Իրանին կոտրելը ըստ էության Թուրքիայի շահերից է, որովհետեւ ինքը դառնում է տարածաշրջանում մեծ մերձավոր արևելքում ըստ էության դոմինանտ դերակատար։ Թուրքիան հրաժարվեց։ Ադրբեջանից ընդհանրապես զենծպտուն չի եկել մինչև այս պահը, մտահոգվել են եւ այլն, հասկանալի է այդ դեպքում, երբ ասում են, որ Ադրբեջանի օդային տարածքն է օգտագործվելու, որտեղ այնտեղ իսրայելական բազաներ կան, ինչը օբյեկտիվ ճշմարտություն է, բայց այնտեղից էլ ձայն չկա։ Հիմա այս թուրքական աշխարհի պայմանական եմ ասում, այդ լռությունը ինչի հետ էր կապված, չեզոքությունը։ Տեսեք, ես էլի այստեղ բավականաչափ հետաքրքիր նրբություններ կան, այնպես չի, որ Իրանի նման Իրանի վարչակարգի դեմ պատերազմի նման ավարտը կամ Իրանի որպես տարածաշրջանային գործոն շարքից դուրս թողնելը միանշանակ եւ հենց այս սցենարով, այսինքն Միացյալ Նահանգների Իսրայել դաշնակցային գործողության արդյունքում միանշանակ բխում է Թուրքիայի շահերը, որտեղ մենք այստեղ տարածաշրջանում ունենում ենք մեկ դոմինանտ գերազդեցիկ պետություն, իդեմս Իսրայելի։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ որևէ կերպ չի կարող բխել նաեւ Թուրքիայի շահերից։ Ես այստեղ շատ կարճ անդրադարձանեմ նաեւ Ադրբեջան, այնպես չէ որ այնտեղից ձայն չի լսվել, այսօր հերախոսազրույց է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, ինչն է կարևոր այդ հերախոսազրույցի ընթացքում երթական անգամ նշել, որ Ադրբեջանի տարածքը որևէ կերպ չի օգտագործվի ընդդեմ Իրանի գործողությունների։ Շատ կարևոր շեշտադրում է, սա նշանակում է, որ կա հստակ մտավախություն նաեւ Իրանի կողմից, որ այնուամենայնիվ Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել հատկապես հյուսիս եւ հյուսիս արևմուտքը թիրախավորելու համար եւ միևնույն ժամանակ կա մտավախություն Ադրբեջանի համար այս տարածաշրջանային ուրեմն հրավառությանը մաս չդառնալու առումով երևի թե այդ պատճառով էլ տեղ ունեցել նաեւ այդ հերախոսազրույցը։
Շնորհակալություն զրույցի համար, ուղղակի ես առաջիկայում էլի կհիշեցնեմ մեր որոշ վայ քաղաքական գործիչներին, որոնք անդադ բղավում էին, թե օգոստոսի 8-ին ստորագրված Երակոմ հռչակագրի արդյունքում Հայաստանը համաձայնել է վերածվել պլացդարմի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ես դա հիշեցնելու եմ, ես լավ հիշողություն ունեմ, չնայած չար չեմ։ Շնորհակալություն զրույցի համար։ Այսօր իմ զրուցակիցներն էին տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանն եւ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, շարունակեք հետևել հանրային ռադիոյի մեր բոլոր թողարկումներին, հիմա մի քիչ կցրվեք, հետո ժամը 19:00-ին արդեն ռադիոլուրի հերթական թողարկումը կլսեք, որը կտա ձեզ ամենաթարմ տեղեկատվությունը, հաջողություն։